Մարգարեական ճշմարտներու շարքին ասիկա մեր 10-րդ սերդողությունն է։ Աստծո շնորհքով այսօր շատ կարևոր եւ շատ լուրջ նյութ մը պիտի սերդենք։ Գնալ որ այս նյութը քիչ մը խորոնք եւ դժվարամարս երևնա, բայց կարժե քիչ մը միտք հոգնեցնել եւ համբերությամբ հետևել այս սերդողության։ Գարկ մը նյութեր թեև դժվար պետք է սերդվին, որբեսի անոնց հետ գաբ ունեցող եւ աբակային գդարվելիք թեփքեր ավելի հասկանալի դառնան։ Այլապես շղթային օղագը բագաս մնացած բիդալ։ Օրինակ, հիմա մենք կպատրաստվենք 7 տարվա նեղության շրջանը սերդել։ Այդ շրջանի գլխավոր թերագադարներն եղող ները եւ հրյաները սերդեցինք, բայց կարևոր բան եւս մնաց։ Երբ ները սկսի իր կորձունությունները, գրնա հարցվել թե այս մարդը անձնական բանակ, օթային ուժ եւ նավադորմիղ պիտի ունենա, որ պիտի գրնա այսպես իշխել աշխարհի վրա, թե ոչ հզոր բեդության մը զինվորական ուժին գրտնելով է, որ այդ կորձերը պիտի գրնա գլուխ հանել։ Եթե պատասխանը վերջինն է, ով է այդ բեդությունը։ Ճիշտ այս հարցումն է, որ ներկա սերդողության մեջ պատասխանելու պիտի աշխատենք։ Ինչպես անցյալները ասի, Դանիելի մարգարեության գիրքը անհրաժեշտ է շատ մը նյութերու լուսաբանության համար։ Մեր 8-րդ սերդողության մեջ ները դեսանք այդ գրքին մեջ։ Այսօր ալ ներին յետին գեցող բեդությունը պիտի տեսնենք միևնույն գրքին մեջ։ Այս առիթով դարձյալ պիտի անդրադառնանք Դանիելի 2-րդ գլխուն մեջ հիշվող Նաբուկոդոնոսորի արձանին եւ 7-րդ գլխուն մեջ հիշվող 4 կազաններուն։ Աստված այս աշխարհի համար ծրագիր ուներ մտքին մեջ, երբ Քրիստոսը 2000 տարի առաջ Աբրահամը ընտրեց, որ երկրի բոլոր ասկերը անով օրհնվին։ Աստծո պապակը այն էր, որ Իսրայելի ժողովուրդ ասկերուն գլուխը ըլլար եւ հութայի ցեղեն եկող թագավորներ մեկը մյուսին հաջորդելով աշխարհի վրա իշխեին։ Դժբախտաբար այս բանին մեջ Աստված հուսախաբ եղավ, որովհետև ըլլա Իսրայելի ժողովուրդը ըլլա անոր թագավորները շեղեցան իրենց գոչումեն եւ օդար աստվածներ բաշտելով Եհովա Աստվածը փարգացուցին անալ ըստիվեցավ Իսրայելի անկախության վերջ տալ եւ աշխարհի գարավարությունը հանցնել հեթանոս ասկերուն։ Քրիստոսը 606 տարի առաջ հութա կերի դարվեցավ Բաբելոն։ Այդ թվականին սկսավ հեթանոս ասկերու իշխանության շրջանը։ Հեթանոս ասելով ոչ հրյակը հասկանանք։ Հունարեն the ethni parը թե ասկեր կնշանակե եւ թե ալ հեթանոսներ, որով եթե ասենք ասկերու իշխանություն կհասկանանք հեթանոս ասկերու իշխանություն։ Սուրբ Գիրքը երկու դասակարգեր կճանչնա միայն՝ հրյաներ եւ հեթանոսներ։ Ոմանք կսեն թե արաբներն ալ Աբրահամի սերունդ են, ուրեմն չեն կնարզանոնք հեթանոս կոչել, բայց Աստված շատ հստակ կերպով այս խնդիրը Աբրահամին բացատրեց, երբ ասավ դղուն համար ու աղախինիդ համար այդ բանը թող քեզի դժվար չերևնա։ Սարայի քեզի ասած բոլոր խոսքը մտի գրե, քանզի Իսահակով քեզի սերուն պիտի գոչվի։ Իսահակով քեզի սերուն պիտի գոչվի։ Ծննդոց 21:12։ Ուրեմն Աբրահամի հարազատ սերունդը Իսահակի սերունդն է եւ ոչ թե Իսմայելի։ Իսմայելի սերունդը չհաշվվիր։ Որով մոտ 2600 տարիները ի վեր աշխարհի գարավարությունը հեթանոսներու ցերկն է։ Այս շրջանը կգոչվի ասկերու ժամանակը կամ հեթանոսներու իշխանության ժամանակաշրջանը։ Ուգաս 21-24-ի մեջ մեր դերը գսե Երուսաղեմ ասկերուն ոտից գոխան բիդալլա մինչև ասկերուն ժամանակները լրանան։ Միևնույն խորհրդին կհանդիպենք Ռոմայեցիս 11:25-ի մեջ, որ առաքյալը գսե թե
Իսրայելի ժողովրդին աչքին վրա վարակույր իջած է։ Եվ այս մասնագի գուրությունը պիտի մնա, մինչև որ հեթանոսներու ժամանակը լրանա։ Ուրեմն, աստվածային ծրագրին մեջ ժամանակը որոշված է հեթանոս ասկերու դիրաբեդության, դևողության եւ օրը այդ ժամանակաշրջանը վերջ պիտի գտնե։ Երբ այդ շրջանը վերջ գտնե, Երուսաղեմ այլևս հեթանոսներու ոտից գողան պիտի չլա։ Գրնա հարցվիր թե, քանի որ հրյաները Երուսաղեմը կրաված են, ասիկա չնշանակեր, որ ասկերուն ժամանակը լրացած է։ Ճիշտ է, որ հրյաները Երուսաղեմը կրաված են, բայց հրյաներուն համար ամենանվիրական և սուրբ նկատվող հողամասը Մորիա լերը, որուն վրա Սողոմոնի դաջարը շինված էր ու պիտի շինվի, դա գավին իսլամներու ցերկն է։ Այդ հողին վրա իսլամները ոսկեզոծ քմփետով նշանավոր մզգիթ ունին։ Եթե մարգարեությունները անդեղյակ լայինք, պիտի խորհեինք, որ հրյաները իրենց քեշ օրերը անցուցած են եւ այլևս մտահոգվելիք պատճառ չունին, բայց դժբախտաբար այդպես չէ։ Հեթանոսներու ժամանակը դակավին լրացած չէ։ Բաղեստին դարձյալ թշնամի փանագներու ոտից գողան պիտի Երուսաղեմ դարձյալ քար ու քանդ պիտի Փյուրավոր հրյաներ պիտի մեռնին և շատ արյուն պիտի տապի այդ հողին վրա։ Բայց այդքանով ալ խնդիրը պիտի չլմնա, իրենց բարեկամը, իրենց բարերարը, իրենց պաշտպանը եղող Անտիքրիստոս իրենց թեմ պիտի ելլե ու 3.5 տարի անդանելի չարչարանքներու պիտի ենթարկե հրյաները։ Հեթանոս ասկերու ժամանակը պիտի լմնա միայն այն ադեն, երբ Հիսուս կա և իր թագավորությունը հաստատե երկրի վրա։ Հիմա ագնար մնեդենք բադմության գլխավոր համաշխարհային բեդություններուն և ծանոթանանք այն բեդության, որ ներին գրնակ պիտի լա իր գարջ իշխանության շրջանին։ Գարջ գսեմ, որովհետև միայն 7 տարի է այդ շրջանը։ Դանիելի երկրորդ գլխուն մեջ հիշվող արձանը 4 համաշխարհային թագավորություններ գտնե մեր աչքերուն առջև։ Այս թագավորությունները մեկը մյուսին կհաջորդե։ 39-րդ համարեն մեջ այս թագավորություններուն ագնարկելով գսե թե անոնք բոլոր աշխարհի պիտի դիրեն։ Անոր համար է, որ զանոնք համաշխարհային թագավորություններ կգոչենք։ Առաջինը Նապոկոտոնոսորի Պապելոնյան գայսրությունն է, որ համապատասխանե արձանին ոսկի գլխուն և Դանիելի 7-րդ գլխուն մեջ հիշվող առաջին քազանին։ Պապելոնի գայսրությունը իր համաշխարհային հանգամանքը ստացավ 606 թվականին Քրիստոսի առաջ, երբ Եգիպտոսը նվաճեց։ Ոսկին թանկագին մետաղ է, ուրեմն Աստված այդ թագավորության արժեք վերակրեց, որ հաջորդող բեդություններ գամած գործընծուցին այդ արժեքը։ Իսկ առաջին քազանը արյուծ մնե, որ արձիվի թևեր ունի։ Դանիել 7:4 Արյուծը գենթանիներուն թագավորն է, արձիվն ալ թրջուններուն։ Ասոր երկուքն ալ Նապոկոտոնոսորի թագավորության քերազանցությունը գծուցունեն։ Այս թագավորությունը վերջ կդավ 538 թվականին Քրիստոսի առաջ։ Դանիել 5-րդ գլխուն մեջ նկարագրվող ճաշկերույթին ընթացքին անծանոթ ցերքի թաթմը բադին վրա մի քանի բարեր գրեց։ Դանիել մարգարեն կանչեցին, որ այդ բարերը մեկն է, եւ Դանիել բադասար թագավորին հայտարարեց, որ Աստված իր թագավորության վերջ տրած էր ու զայն հանցնած էր մարած ու բարսից։ Գլխուն վերջին համարը այսպես կսե. նույն գիշերը քաղաքացիոց Բաղդասար թագավորը սպանվեցավ ու թագավորությունը մարած Թարե թագավորը արավ։ Ուրեմն երկրորդ թագավորությունը մարած ու բարսից թագավորությունն է, ինչպես որ տեսանք հիմա։ Եվ ասիգա համապատասխան է արձանին արձատ գործքին
եւ երկու թևերուն։ Մեկ թևը մարերն են, մյուս թևը բարսիկները։ Դանիելի գրքի մեջ ուրիշ երկու պատկերներ եւս կան այս թագավորությունը խորհրդանշող։ Մեկը Դանիելի 7-րդ գլխուն մեջ հիշվող երկրորդ կազանն է, որ արջ մներ, իսկ մյուսը 8-րդ գլխուն 3-րդ համարին մեջ հիշվող խոյը։ Այդ համարը այսպես կսե. Եվ ահա իմ աչքերս վերցուցի ու տեսա, եւ ահա կեդինքով խոյ մգայնաձեր, ու անիկա երկու եղջյուր ուներ, եւ այն եղջյուրները բարձր էին, ու մեկը մյուսեն բարձր էր, ու այն բարձրը ետկեն ելավ։ Կեդը Եփրատ կեդն է։ Սկզբնական շրջանին բարսիկները դգար էին եւ մարերուն ենթագայ էին, բայց ժամանակի ընթացքին իրենց թաշնագիցներն ավելի զորավոր եւ աստեցիկ եղան։ Այն գիշեր, որ Բաղդասար խնջույքի մեջ էր, մարած եւ բարսից փանագը բարիսպին դագեն եւ քաղաքին մեջեն անցնող կեդը չորցուցին։ Բարիսպին դագեն ներս մտան, քաղաքին թռնաբանները սպանեցին, թռները թեև կոց էին, բայց գղբված չէին, թռները փացին, փանագը դուրսեն ներս խուժեց, բալադին վրա հարձակեցան, թագավորը, այսինքն Բաղդասարը եւ իր մեծամեծները սուրե անցուցին ու երկրին դիրացան։ Այս թագավորությունը վերջ կդավ 331 թվականին Քրիստոսի առաջ։ Երրորդ թագավորությունը մեծն Ալեքսանդրի Մագետոնա հունական թագավորությունն է։ Ասիկա հաջորդեց մարած ու բարսից թագավորության։ Երբ հաջորդեց գսենք, այսինքն ասել ուզենք, որ բادرազմ եղավ, մեկը մյուսին հաղթեց, անոր երկիրը կրավեց, անոր բադգանո հողերուն դիրացավ ու անոր թագավորությունը փոխարինեց, այսինքն ինք անցավ այդ թագավորին եւ թագավորության դեղը։ Երրորդ թագավորությունը, այսինքն մեծն Ալեքսանդրի հունական թագավորությունը, գհամապատասխանե արցանին բղնցե մեջքին ու աստրերուն։ Երկրորդ թագավորության պես այս ալ երկու ուրիշ խորհրդանշաններով կներկայացվի մեզի Աստծո խոսքին մեջ։ Մեկը Դանիելի 7-րդ գլխուն մեջ հիշվող ընծարիությունն է։ Այս կազանին գրնագին վրա գսե 4 թրջունի թևեր գային, եւ այս կազանը 4 գլուխներ ուներ։ Թևերը թագավորության եւ փանագին արագ հարաճացումը գծությունեն։ 4 գլուխներն ալ թագավորության 4-ի բաժնվելը։ Մյուսը 8-րդ գլխուն 5-րդ համարին մեջ հիշվող այդ ձերու կոշն է։ Ես կհանձնարեմ, որ ունգընտիրներս անոնք, որոնք այս բաներուն կարևորություն գուտան, գուզեն լրջությամբ հետևիլ եւ զանոնք սերդել եւ յուրացնել, պետք է ածադեն մեկենան գեցնեն, հիշված համարները գտնեն, գարտան ու յետք դարձյալ մեկենան աշխատցնեն։ Երրորդ թագավորության առնչությամբ գուզեմ գարտալ Դանիելի 8-րդ գլխուն 5-ն 8 համարները։ Ու երբ ես գմտածի, ահա արեմուտքը Հունաստանն է, բոլոր երկրի երեսին վրա այդ ձերու կոշմը եկավ ու կեդնին չեր թպչեր, ու կոշը իր աչքերուն մեջտեղ նշանավոր եղջյուրը ուներ։ Եվ անիկա հասավ մինչև երկու եղջյուր ունեցող խոյը, զոր դեսավ որ կեդին կով գայնած էր, ու իր գադաղի զորությունովը անոր վրա հարձակեցավ։ Եվ դեսավ որ խոյին մոտեցավ, ու անոր վրա գադաղելով խոյը զարգավ, եւ անոր երկու եղջյուրը գոդրեց, ու խոյը ուժ չուներ, որ անոր արջև գայնի, ու զանիկա կեդինը զարգավ, ու զանիկա գող գրդեց, եւ մեկը չգար, որ խոյը անոր ցերկեն ազատեր։ Ու այդ ձերու կոշը խիստ մեծավ, ու անիկա ուժովցածին պես այն մեծ եղջյուրը գոդրեցավ։ Եվ անոր դեղ թեպի երկինք 4 հովերը, 4 նշանավոր եղջյուրներ ելան։ Այս կարծացված հատվածին մեջ արեմուտ ինչպեսի Հունաստանն է, կոշը հունական թագավորությունն է, նշանավոր եղջյուրը մեծն Ալեքսանդրն է։
երկու եղջյուր ունեցող խոյը, ինչպես քիչ առաջ տեսանք, մարած բարձից թակավորներն են, քեդը եպրադն է։ Մեծ եղջյուրը, որ գոդրեցավ գսե, մեծն Ալեքսանդրի մերնելուն գագնարգե, եւ 4 եղջյուրներն ալ, որ Պուսան, իր մերնելեն ետք, իր 4 ժեներալներն են, որ թակավորությունը իրենց մեջ բաժնվեցան։ Պտոլեմին, Եգիպտոսը, Բաղեստինը եւ Արաբիան արավ։ Սելևկս, Սյուրիան, Պապելոնը եւ Բարսկաստանը արավ։ Լիսիմախոն, Թրակին եւ Փոքր Ասիո մեկ մասը արավ եւ Կասանդր, Հունաստանը եւ Մագեդոնիան արավ։ Ասոնք Քոշին 4 եղջյուրներն էին, որ գայսրությունը իրենց մեջ բաժնվեցան։ Դանիելի 8-րդ գլխուն 9-26 համարներու մեջ շատ հետաքրքրական անցմը կնկարագրվի։ Այս 4 եղջյուրներուն ագնարգելով 9-րդ համարին մեջ անոնց մեկեն բզդիկ եղջյուրը ելավ գսե։ Այսինքն այս 4 թակավորություններուն մեկեն բզդիկ եղջյուրը ելավ ըսել գուսե։ Այս բզդիկ եղջյուրը Սելևկսի, այսինքն Սյուրիո թակավորութենեն ելող վադահամբավ Անդիոքս Էպիֆանիսն է։ Այս մարդը ներին ամենեն շատ նմանություն ունեցող անձն է ու անոր գլխավոր նախաշուքը խորհրդաբադգերը։ Զայն մի դիսերդենք, երբ ավերմունքին բղծության նյութին կանք։ Մատթեոս 24:15-ի մեջ մեր դերը այս նյութին ագնարգելով ըսավ. Ուստի երբ տեսնեք ավերմունքին բղծությունը, որ Դանիել մարգարեին ցերկով ըսված է, թե սուրբ դեղը կգենա, այնադեն Հրեաստանի մեջ եղողները լերները թող փախչին։ Այս նյութին պիտի անդրադառնանք հարաճիգային։ Հիմա գուքանք 4-րդ թագավորության եւ մեզ ամենեն շատ հետաքրքրող նյութին։ Ասկի առաջ հիշված 3 թագավորությունները, եթե գարտալու լակ ամբողջ գլուխները, պիտի տեսնեք, որ ռեշտագը Դանիելին բացատրեց։ Բայց այս 4-րդ թագավորության մասին Աստծո խոսքը լուր է։ Հետևցնելով է, որ պետք է զայն գտնենք։ Եվ հիմնաբաշտ մարգարեական ուսանողները այն համոզման հանգած են, որ ան հռոմեական գայսրությունն է։ Այս թագավորությունը մեզի կներկայացվի արձանին երկաթես սրունքներով ու գավե ոտքերով։ Դանիել 2:33։ Ուրիշ տեղերալ այս թագավորությունը խորհրդանշող գարկ մահամարներ ունենք, օրինակ Դանիել 7-րդ գլխուն մեջ հիշվող 4-րդ քազանը այս գայսրությունը գծություն է։ Դարձյալ հայտնության 17-րդ գլխուն 7-րդ համարին մեջ 10 եղջյուր ունեցող քազանը հռոմեական գայսրությունն է։ Այս արձանին սնունքներուն եւ ոտքերուն հռոմեական գայսրությունը լալը գնանք հետևցնել հիմնվելով այն իրողության վրա, որ հին ասկած բադմության մեջ Հռոմեր, որ նվաճեց հունական գայսրության զանազան բաժանումները ու անոր հաջորդեց։ Արձանին երկու սնունքները գայսրության արևելյան եւ արևմուտյան բաժինները գծություն են։ Ինչպես մարգարեական բնույթ ունեցող ուրիշ նյութերու, այս 4-րդ թագավորության նկատմամբ քահապարներ գդարբերին Սուրբ Գրոց արտավետներու միջև։ Ոմանք չեն ուզեր ընդունել, որ այս թագավորությունը հռոմեական գայսրությունն է, բայց մյուս կողմեն չեն գնար քոացիչ կերպով բացատրել արձանին 10 մադերը եւ արձանին բշրվիլը։ Դանիելի 2-րդ գլխուն 41-րդ համարին մեջ ոտքերուն եւ մադներուն ագնարգելով թագավորությունը պիտի բաժնվի գսե։ Բադմության մեջ չեն գնար հիշել շրջանը, երբ հռոմեական գայսրությունը 10-ի բաժնվեցավ։ Երկուքի բաժնվելը կփաստվի, այսինքն արևելյան եւ արևմտյան բաժինները, բայց 10-ի բաժնվելը չգնար փաստվել։ Ասիկա կնշանակե, որ այս 10-ի բաժանումը կատարված բան չէ, այլ աբակային կատարվելիք բան է։ Հայտնության 17-րդ գլխուն մեջ
այս կազանը մեզի կներկայացվի 10 եղջյուրներով եւ 12-րդ համարի մեջ գսե 10 եղջյուրները զորոնք դեսար 10 թագավորներ են։ Հիմա դարձել երթանք Դանիելի 2-րդ գլխուն 34-րդ համարին մեջ գգարտանք որ առանց ցերկի քարմը գդրվեցավ եկավ արցանին երգաթե ու գավե ոտքերուն զարգավ ու ամբողջ արցանը փշրեց ըստ աբակայական դբրոցի մեգնության այդ քարը մեր դերն է որ իր երկրորդ քալուստյան պիտի զարնե հռոմեական գայսրության պիտի փշրե ամբողջ արցանը այսինքն վերջ պիտի տնե հեթանոս ասկերու իշխանության եւ իր թագավորությունը հիմնե երկրի վրա ասկերու ժամանակը լրացած պիտի եւ անգևերջ Երուսաղեմ անգամ մնալ հեթանոսներու ոտից գոխան պիտի չլա բադմական դբրոցի բադգանողներ գաշխադին փաստել որ Նապոկոդոնոսորի արցանը ամբողջությամբ անցյալի մեջ գդարված թեփ մնե որովհետև անոնք չեն հավատար Քրիստոսի հազարամյա թագավորության եթե իրենց հարցնելու ըլլաս թե ով է այն քարը որ արցանին ոտքին զարգավ եւ զայն փշրեց բիդասեն որ այն քարը Քրիստոս է որ իր առաջին քալուն հռոմեական գայսրության զարգավ եւ զայն գործանեց բայց մենք գիտենք որ հռոմեական գայսրությունն էր որ իրեն զարգավ այսինքն Հիսուսին զարգավ ու զինք խաչեց եթե սելու լանք որ քրիստոնեությունն էր որ հռոմեական գայսրությունը գործանեց կոնե երկու դժվարություններու պիտի հանդիպենք առաջին Բադմությունը գծուցնե որ հռոմեական գայսրությունը դաբալեցավ ներքին գրիվներու եւ թավատրություններու պատճառով որոնք գայսրության գառույցը ագանահարեցին Երկրորդ գտեսնենք որ երբ քարը արցանին ոտքին զարգավ արցանին գործանումը անմիջական եղավ մինչդեռ մենք գիտենք որ Քրիստոսի առաջին քալեն մինչև 15-րդ դար հռոմեական գայսրությունը գանքուն էր քրիստոնեության հագարակ էր եւ նույնիսկ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունել են յետք քրիստոնյաներու ամենամեծ թշնամին հռոմեական գայսրությունն էր Քրիստոս եւ քրիստոնեություն ոչ միայն հռոմեական գայսրությունը չի գործանեցին, այլ հռոմեական գայսրությունն էր, որ չանաց քրիստոնեությունը գործանել եւ մասամբ հաջողեցավ, երբ հաշվի առնենք անթիվ անհամար սուրբերու արույցներուն արչև նետվիլը եւ հավատքնության սեղաններուն վրա անոնց ողջագեզ մատուցվիլը։ Ուրեմն Ով է այն պետությունը, որ ներին անտիքրիստոսին թիգուն պիտի գանքնի իր իշխանության շրջանին վերագենտանացած հին հռոմեական գայսրությունը։ Այս թագավորությունը, այսինքն հռոմեական թագավորությունը, իր մի առաջ եկող թագավորություններեն շատ ավելի մեծ էր։ Իսկապես համաշխարհային գայսրությունն էր։ Անոր սահմանները կփարփակեին Սյուրիան, Ասորեստանը, Բաբելոնը, Բարսկաստանը, միջերկրականի եզերքը գտնվող բոլոր երկիրները, Սով ծովի եզերքը գտնվող երկիրները, Եվրոպայի մեջ Անգլիան, ցած երկիրները, Գերմանիան եւ այլն։ Մեկ խոսքով Հռոմ, Գիշխեր, այն ադենվա ցանոթ աշխարհին վրա։ Այս հիշված հողերեն 10 պետություններ պիտի ելեն։ Ասոնք պիտի միանան եւ տաշնակցություն մգազմեն եւ այդ տաշնակցությունը պիտի ըլլա վերագենտանացած հռոմեական գայսրությունը։ Այս տաշնակցությունը իրենց վրա ները նախակա պիտի նշանակեն։ Ասոնց մեկ մասը երգատ պիտի ըլլա եւ մյուս մասն ալ գավ, ինչպես կարծացինք։ Ինչպես որ երգատը եւ գավը իրարու չեն փագիր, որովհետեւ միևնույն բնությունը չունին, միևնույն դարերը չեն փագանար։ Այնպես ալ այս 10 պետությունները պիտի չգրնան իրարու հետ համացայնել, որովհետեւ ոմանք երգատի պես միաբեդական վարչացեվին պիտի հավատան
եւ ուրիշներալ գավի պես հանրապետական վարչացեվին պիտի ուզեն հետևիլ։ Այսօր պատճառավ է, որ այս դաշնակցության մեջ անհասկացողություն պիտի լա, որ ներքին պատերազմի պիտի վերածվի։ Այս պետություններեն կամ թագավորներեն երեքը ներին հետապնդած քաղաքականության պիտի հագարագին, բայց մյուս 7 թագավորները ներին բռնած ջամփան պիտի հաստատեն, որով ները այդ 3 թագավորները կահազուրկ պիտի ընե։ Այս եղելությունը մի քանի դեր կհիշվի։ Դանիելի 7-րդ գլխուն 7-րդ եւ 8-րդ համարաններուն մեջ ագնարգելով 4-րդ կազանին, այսինքն հռոմեական գայսրության, գսեթե 10 եղջյուրուներ, այսինքն 10 թագավորներ, եւ այսպես գսե։ Եվ այս եղջյուրներուն մեջ ուրիշ բզդիկ եղջյուրը ելավ, այս բզդիկ եղջյուրն ալ ներն է, որուն արջևեն առաջվան եղջյուրներուն 3-ը խլվեցան։ Միևնույն ճշմարտությունը կգրկնվի նաև 20-րդ եւ 24-րդ համարներուն մեջ։ Վերջին համարը այսպես կսե. Եվ այն 10 եղջյուրները այն թագավորութենեն ելլելու 10 թագավորներ են, ու անոնց մե ետքը մեկ ուրիշը պիտի ելլե, այսինքն ները, ու անիգա առաջվաններեն դարբեր պիտի լա, եւ անիգա 3 թագավոր պիտի գործանե։ Այս 4 թագավորություններու մեջ, որոնք հիշեցինք, 2 բան աչքարու է։ Առաջինը, ասոնք 1 գլուխով կսկսին, բայց 10 գլուխով կվերջանան։ Նախ 1 գլուխ, այսինքն Պապելոնյան գայսրությունը։ Հետո 10 մատներ, որոնք հռոմեական գայսրության 10 թագավորները կներկայացնեն։ Երկրորդ բանը որակի վատթարացումն է։ Ոսկիով կսկսի, ոսկին կհաջորդե արձատը, արձատին կհաջորդե բղինցը, բղինցին երկաթը, երկաթին գավը։ Ասիկա գծություն է, որ թարերու ընթացքին աշխարհի փարոյական վիճակը երթալով կքեշնա, եւ Աստված պիտի ստիպի մարդկային գարավարություններուն վերջ տնել, որովհետև անոնք չգրցան աշխարհը արդարությամբ գարավարել, չգրցան աշխարհի փարոյական հավասարագշռությունը բահել, մեղքին ու անփարոյականության հանդուրժեցին, թույլ տվին, որ աշխարհ շատ քեշ վիճակը ստանա։ Ասոնք փաստեցին, մարդ արարածը փաստեց, որ ինք զինքը եւ այս աշխարհը գարավարելու վիճակի մեջ չէ։ Աստված ոսկի կհանձնե իրեն եւ ինք երկաթ եւ գավ կվերադարձնե Աստուծո։ Ուրեմն Աստված ինք պետք է խնդիրը ցերկ առնե եւ արդարության ու խաղաղության թագավորությունը հիմնե։ Եվ այդ թագավորությունը պիտի հիմնվի, որովհետև գտեսնենք, որ առանց ցերկի գդրված քարմը պիտի կա եւ այդ արցանին ոտքին պիտի զարնե, նկատեցեք, որ ոտքին պիտի զարնե, այսինքն հռոմեական գայսրության, եւ ամբողջ արցանը պիտի փշրվի։ Ինչու ամբողջ արցանը, որովհետև Աստված վերջ կտնե հեթանոսներու իշխանության, ասկերու իշխանության եւ կհիմնե իր աստվածային թագավորությունը։ Եվ հոս վերջ կգտնե երիզին այս երեսը։